վիճակի հետ, մանրամասն ուզում եք նախարարության այս բարձր թողի վիճակի մասին խոսել, հիմա դուք մանրամասներ կհայտնեք եւ իհարկե նաեւ առանձին մի քանի թեմաներ ունենք համեցեք։ Շնորհակալ եմ հրավերի համար, ողջունում եմ սիրելի հայրենակիցներ, ուրեմն սկսեմ երկրում տիրող այն իրավիճակից, որը կոչվում է խառնաշփոթ կամ քաոս, որը ստեղծել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, մինչև հունիսի 7-ն էր խառնաշփոթ եւ քաոս, բայց հիմա այս հետընտրական Հայաստանում նույն քաոսը շարունակվում է այն սկզբունքով, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իրենց հռչակել են արդեն հաղթած կուսակցություն, իրենք իրենց հռչակել են ազգային ժողովի նախագահներ են ընտրում, նոր պաշտոններ են իրար բաժանում, բայց դեռ Սահմանադրական դատարանը վերջնական արդյունքների հաշվարկի առումով դեռ չունի վերջնական որոշում, չնայած պետք է ասեմ, հարգելի հայրենակիցներ, սիրելի ընդդիմադիրներ, որ պետք չի հույս դնել, որ Սահմանադրական դատարանը, Արդարադատության նախարարությունը, ներքին գործերի նախարարությունը կամ ընդհանրապես որևէ մի գերատեսչություն կփորձի պաշտպանի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ընդդիմադիրների ձայները եւ այսպես շարունակ, դա միամտություն է, որովհետեւ այս իշխանությունների օրոք ընդհանրապես ոնց է, չէ, մարդը բացարձակ արժեք է եւ այլն, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրենց համար ընդհանրապես արժեք չի ներկայացնում, իրանց համար պլյուս-մինուս 50 է, իրանց համար տուգանքի մատերիալ է եւ այսպես շարունակ, անգամ իրենց ընտրողներին խաբում են, իրենց ընտրողներին մանիպուլացնում են, ներկայացնում են այն, ինչը որ կոչվում է սուտ, բայց ճշտի փոխարեն։ Հիմա գանք նրանից, որ Նիկոլյան Հայաստանում թոշակառուներին խաբեցին երկու առանձին ճյուղերով, մեկ որ թոշակները բարձրացել է 10,000 դրամով եւ թոշակառուները կարող են իրենց թույլ տալ գնալ Հայաստանից դուրս հանգստանալ եւ այլն։ Հիմա հարց առաջանում, արդյոք բոլոր թոշակառուները 10,000 դրամ ավելացած թոշակով կարող են ընդհանրապես գոնե հասնել մինչեւ Ծաղկաձոր կամ Հանքավան կամ ինչ որ մի առողջարան Հայաստանի Հանրապետության ներսում։ Բնականաբար ոչ։ Եվ մյուսը, որ մեր ամենակարևոր խնդիրներից մեկը ստեղծեց արդեն Հայաստանի Հանրապետությունում, որի հետ առնչվել եմ նաև ես ճշտումները նախարարությունից արել եմ, հիմա ներկայացնում եմ։ Հայաստանի Հանրապետությունում ընտրություններից առաջ որպես ընտրակաշարք ներկայացվեց նաև նոր ծրագիր, որը կոչվում էր առողջապահության բարելավում, բարենորոգում, այսպես կոչված լավ ծրագիր, որը որ պետք է մեր տատիկներին եւ պապիկներին, բնականաբար բոլոր թոշակառուներին անվճար առողջապահություն, անվճար բուժում, անվճար դեղորայք եւ այսպես շարունակ։ Թեզը լավ աշխատեց, իրենց ձայները տարան, բնականաբար վարչական ռեսուրսից զատ խաբեցին մեր քաղաքացիներին, պատկերացնում եք ստորության ինչ աստիճան պետք է լինի, որ խաբես սեփական թոշակառուներին քո երկրի տատիկներին եւ պապիկներին ու իրենցից կորզես ձայներ, որպիսի վերընտրվես։ Հիմա տեսեք, ինչ է ասում առողջապահության նախարարությունը։ Ասում է ծրագիրը աշխատում է սկզբի առաջի 7 օր, այսինքն եթե մեր սիրելի տատիկը կամ պապիկը հիվանդանոցում է հայտնվել, այնտեղ կա ծրագրի շրջանակներում համապատասխան օրեր, որոնց ավարտվելու պարագայում էլ այդ ծրագիրը չի աշխատում։ Խնդիր համար 2. Դեղորայքը, որը որ 25,000 դրամը գերազանցում է, դառնում է վճարովի։ Այսինքն մեր տատիկներն ու պապիկները պետք է ուշադիր լինեն, որ իրանց անհրաժեշտ դեղորայքները առավել եւս հիվանդանոցում չգերազանցի 25,000 դրամ, այսինքն հիվանդանան մինչև 25,000 դրամի դեղորայքի շրջանակներում։ Սա խայտառակություն է։ Խայտառակություն համար 3. Ուրեմն արյան փոխներարկումը ու նմանատիպ ծառայությունները առանձին սկսվում է 40,000 դրամից, որը եւս մտնում է վճարովի ծառայությունների մեջ։ Հիմա հարց է առաջանում. Եթե ձեզ պետք են առողջ թոշակառուներ, բայց դուք չեք տրամադրում դեղորայք, արյուն եւ այլն, անգամ հիվանդանոցային պայմաններում այդ մարդկանց բուժման մինիմալ պայմաններ։ Ոնց եք ուզում, որ իրանք այնքան առողջ լինեն, որ մի հատ էլ գնան հանգստանալու։ Եվ հարց համար 2. Եթե դուք խաբում եք մեր հայրենակիցներին, իդեպ առողջապահության նախարար ձեզ էինք փնտրում մոտավորապես 1 շաբաթ ու չենք կարողացել ձեր հետ ինչ-որ մի կերպ կապի դուրս գալ, որովհետև դուք SMS-ների չեք պատասխանում, կապի դուրս չեք գալի ու այն ամենաթողությունը, որ կատարվում է առողջապահության նախարարությունում, խայտառակության մասին է։ Թեժ գիծ պատասխանում է մոտավորապես պայմանականորեն 15 րոպե 20 րոպե հետո, եթե չի պատասխանում, հետազանգում եւս կես ժամ հետո, այսինքն եթե մարդը մահանա ու փորձես կապի դուրս գաս, պետք է վստահ լինես, որ այդ մարդը մահացել է։
Նենց որ այդ առողջապահության բարեփոխումները մենք չգիտենք ինչի մասին է։ Այսինքն մեր տատիկներն ու պապիկները ընդհանրապես ապահով չեն կարող իրենց գալ Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն անվտանգության տեսանկյունից, այլ առողջապահական այն հիմունքներից ու սկզբունքներից, որոնք որ դուք հրամցնում եք մինչև հունիսի 7-ը, որ մեր տատիկները եւ պապիկները կարող են հանգիստ առողջ ապրել Հայաստանի Հանրապետությունում, բայց մեր տատիկներն ու պապիկները մահանում են բժշկական կենտրոններում, այնպես որ հետևողական եղեք, չի կարելի մարդկանց կյանքերի վրա նման խաղեր խաղալ։ Եթե առողջապահությունը անվճար է, ուրեմն անվճար է, եթե անվճար չի, բարի եղեք, շարժեք ձեզ, գրեք այդ ցուցակները, իրազեկեք քաղաքացիներին, որ իմ նման քաղաքացիներ չգնան նախարարություն խնդրեն աղաչեն պաղատեն, որ իմանան որն է անվճար, որն է վճարողի, որ իմանան այդ ակցիան երբ է ավարտվում ու երբ է սկսում վճարումները, ու մեր քաղաքացիները եւ բնականաբար թորնիկները, տատիկների, պապիկների կարողանան ստեղծել իրավիճակ, որպեսզի փրկեն իրենց տատիկների եւ պապիկների կյանքը ու այդ մարդիկ չմահանան նրա պատճառով, որ գիտեն, որ ամեն ինչ անվճար է, որ կարողանան արյան փոխներարկում վճարեն ունենան հնարավորություն օգտվելու, որ կարողանան 25000 դրամից վերև այդ դեղորայքից օգտվեն արդեն վճարովի տարբերակով եւ այսպես շարունակ։ Ես հասկանում եմ, որ ձեր համար մարդկային կյանքերը, հայերի կյանքերը ոչ մի նշանակություն չունեն։ Մեր տղերքը հանուն ոչնչի զոհվեցին, մեր տատիկ-պապիկները ոչինչ կդիմանան, չեն դիմանա, ով է մեղավոր։ Կորոնավիրուսից այդքան մարդ մեր հայրենակիցներ զոհվեցին։ Չի կարելի նման կերպ, գոնե Աստծուց վախեցեք։ Չի կարելի նման կերպ, նման մոտեցում մեր տարեցների նկատմամբ։ Վաղը մյուս օր դուք եք տարեց դառնալու, մենք ենք տարեց դառնալու ու այդ շրջանառության մեջ մարդիկ են մահանալու։ Չի կարելի այդքան մեծ ստորության չափաբաժնով ապրել այդ մեղքերի տակ վաղը մյուս օր։ Ես չեմ պատկերացնում ձեր պատիժը ըստ համապատասխանության ոնց է լինելու։ Այնպես որ առողջապահության նախարարություն հետևողական եղեք, մի խաբեք մեր հայրենակիցներին, հիմա նորից ձեզ կնշանակեք նախարարներ, փոխնախարարներ եւ այլն, ձեր կապը քաղաքացիների հետ մի կորցրեք, որպեսզի վաղը մյուս օր չբողոքեք, որ քաղաքացիները ձեզ մերժում են, քաղաքացիները ձեզ ատում են ու չզարմանաք, որ քաղաքացիները ձեզ վերաբերվում են համարժեք կերպով, ոնց դուք արժանի եք ու ինչին դուք արժանի եք։ Հիմա անդրադառնանք Ռուբեն Ռուբինյանին, ով զբաղեցրեց Ալեն Սիմոնյանի տեղը, մի ժամանակ ընկերություն էին անում, հիմա չգիտեմ ընկերությունը շարունակվում է թե ոչ, բայց ունենք իրավիճակ, որտեղ Ռուբեն Ռուբինյանին բնականաբար ինչ որ փակ քվեարկության, որտեղ որ ես չգիտեմ մասնակցել են միայն հայեր, թե Թուրքիայից եկել են պատվիրակներ, ովքեր որ քվեարկել են Ռուբեն Ռուբինյանի օգտին, դեռ այդ ամեն ինչը չգիտենք, այն փուլում է, որ անորոշ է ամեն ինչ, բայց այնուամենայնիվ գիտենք, որ ՔԼ-ը շնորհավորել է, այսինքն տեսեք, առաջինը Նիկոլ Փաշինյանին բնականաբար իր Ադրբեջան-Թուրքիա տանդեմի ներկայացուցիչներն են շնորհավորում, հետո Ռուբինյանին ՔԼ-ն է շնորհավորում, հասկանում եք Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել է իշխանություն, դե բնականաբար ես չեմ ընդունում, որ ձևավորվել է իշխանություն, որտեղ դեռ ընդդիմությունը ասելիք ունի բնականաբար, բայց այնուամենայնիվ Թուրքիայում արդեն նշում են, տոնում են հաղթանակը, Թուրքիայից շնորհավորում են Ռուբեն Ռուբինյանին նոր պաշտոնի համար, որը որ ծառայելու է Ադրբեջանին եւ Թուրքիային։ Բնականաբար այնտեղ օրինագծերը, որոնք որ հաստատվելու ազգային ժողովում, չի բխելու Հայաստանի Հանրապետության շահերից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերից, այնպես որ պետք է հետևողական լինենք, որպեսզի հասկանանք, սիրելի հայրենակիցներ, այս քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այս անգամ մեզ որտեղ է գցում։ Ու այս հարցը պետք է բարձրաձայնել ամեն օր եւ ամենուրեք, որpիսի մենք կարողանանք դիմակայել նոր մարտահրավերներին, որոնք որ առկա են այս պայմաններում, այսինքն քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերարտադրության պայմաններում այս պաշտոնները իրար մեջ բաժանելու են, բնականաբար Ալեն Սիմոնյանի երազանքը կկատարվի, ինքը կդառնա երկրի նախագահ, գոնե կունենանք նախագահ, որ ոչ միայն դագաղների կողքն է նկարվում, այլ ընդհանրապես թքում է մարդկանց վրա ու ինչ որ կենթանության նշաններ է ցույց տալի, այնպես որ մի նախագահ կփոխարինվի մյուսով, մի ազգային ժողովի նախագահ կփոխարինվի մյուսով, բայց այնուամենայնիվ հայ ժողովուրդը իր վշտի, իր ցավերի հետ ու իր խնդիրների հետ կմնա մենակ եւս 5 տարի։ Ես փորձում եմ լավատես լինել, որ այս իշխանությունները չեն ձգի 5 տարի, բայց այնուամենայնիվ ունենք իրավիճակ, որտեղ որ պետք է մենք այս իրականության հետ փորձենք ոչ թե հաշտ լինենք, այլ հաշվի նստենք։
Հիմա այս ամեն ինչի հետ մեկտեղ բնականաբար չենք կարող չանդրադառնալ քաղ բանտարկյալներին։ Քաղ բանտարկյալների մասով տոտալ խայտառակություն է եւս մեկ անգամ պետք է արձանագրենք, որ 100-ից ավել ունեն քաղ բանտարկյալներ, ունեն քաղ բանտարկյալներ, որ ուղակի ձվածեղ էին սարքում, ունեն քաղ բանտարկյալներ, որ ուղակի Արցախի դրոշ է իրանց մոտ հայտնաբերվել, ունեն քաղ բանտարկյալներ, որ ընդհանրապես ուղակի աղոթում էին եւ այսպես շարունակ։ Այն քաղ բանտարկյալները, ովքեր որ հիմա գտնվում են անազատության մեջ, բոլորին ազատություն ու պետք է նաեւ անդրադառնամ դե գերիների մասին ամեն ինչ պարզ է, այս մարդիկ մոռացել են գերիների մասին, նախորդ քարոզարշավին ասում էին, որ գերիները 3 ամիս կսպասեն, գերիները 5 տարի է սպասում են, դատավարությունները խայտառակ կերպով շարունակվում, այս մարդիկ արդեն մոռացել են։ Բարի վերադարձ գերիներին, շուտափույթ վերադարձ ու հորդորս կոչս, որ հետևողական լինենք նաև այդ առումով։ Ինչ վերաբերվում է վերադառնան քաղ բանտարկյալներին, օրինակ ունեն քաղ բանտարկյալ հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որ դեռևս պարզ չի ինչի համար է ինքը ընդհանրապես հայտնվել բանտում, որովհետև 2 տարի մոտավորապես Արմեն Աշոտյանը բանտում էր, էլի անհասկանալի պայմաններում, որովհետև Նիկոլ Փաշինյանին հարմար չի Արմեն Աշոտյանի խոսույթը, մոտեցումները եւ այսպես շարունակ։ Հիմա ունենք իրավիճակ, որտեղ որ Արմեն Աշոտյանին կալանավորել են ընտրությունների ընտրապայքարի լռության օրը, այսինքն ամսի 6-ին։ Հունիսի 6-ին Արմեն Աշոտյանին կալանավորել են նրա համար, որ ամսի 5-ին մեծ բանավեճի ժամանակ լուսաբանում էր ու այսպես կոչված մերկացնում էր Նիկոլ Փաշինյանին եւ իր ստերը։ Հիմա Արմեն Աշոտյանը պատժվում է միայն նրա համար, որ ինքը հաշտ չի Նիկոլ Փաշինյանի մոտեցումների հետ եւ որպես քաղաքական գործիչ եւ որպես հայ։ Արմեն Աշոտյանը պատժվում է նրա համար, որ ինքը հանրապետական է։ Արմեն Աշոտյանը պատժվում է նրա համար, որ սիրում է իր հայրենիքը։ Արմեն Աշոտյանը պատժվում է նրա համար, որ պայքարում էր Արցախում Արցախի համար, Հայաստանում էլի Արցախի համար։ Արմեն Աշոտյանը պատժվում է նրա համար, որ ինքը Արմեն Աշոտյանն է, ընդամենը։ Ու էլ ոչ մի բան ավելացնելու չկա, վերջակետ, այսինքն Նիկոլ Փաշինյանին դուր չի գալի, որ ինքը Արմեն Աշոտյանն է, այդքան բան ու այդ մարդը պետք է անազատության մեջ լինի այնքան ժամանակ, ինչքան ժամանակ Նիկոլ Փաշինյանին է հարմար, կամ ընդհանրապես արդարադատության նախարարությունը որոշում է կայացնում այն հիմունքներով, որ Նիկոլ Փաշինյանին ոնց է հարմար, ով պետք է անազատության մեջ լինի։ Այնպես որ Արմեն Աշոտյանին մոտ օրերս լինելու է բնականաբար 1 ամիսը լրանում է արդեն դատավարությունը, կհասկանանք արդարադատություն գոյություն ունի թե չէ, չնայած որ ես չեմ հավատում դրան։ Տոտալ արդարադատությունը կվերականգնվի այն ժամանակ, երբ որ Նիկոլ Փաշինյանը չի լինի վարչապետ եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի ունենա իշխանություն։ Մնացած պարագաներում կարող է տեղ-տեղ փորձի առողջանա արդարադատությունը եւ վերականգնվի արդարությունը, բայց դա ժամանակավոր է, որովհետեւ այս իշխանությունների հետ հնարավոր չի 1 քայլ առաջ գնալ ու 2 քայլ հետ չգնալ այս մարդկանց հետ, հնարավոր չի փոխ համաձայնեցված աշխատել, որտեղ այս մարդիկ չեն աշխատում ի օգուտ հայերի։ Այնպես որ բոլոր քաղ բանտարկյալներին ազատություն, բնականաբար հիմա անցնենք քաղաքապետարանի այդ սիթքոմին, որը կոչվում է Ավինյան սիթքոմ, այնտեղ ինչ է կատարվում, ծեծ կրտուկ, խայտառակ վիճակ, ոչ ադեկվատ քաղաքապետ, ոնց հնդիկները Ավինյանին ընտրել են, այտենց էլ այդ ամեն ինչը շարունակվում է հնդկական սերիալի եւ կինոյի շրջանակներում, այսինքն ունենք քաղաքապետարան, որտեղ ոչ մեկ չգիտի ինքը ինչի համար է ու ինչով պետքա զբաղվի։ Ունենք քաղաքապետ, ոչ ադեկվատ վիճակում ինչ որ բանի ազդեցության տակ ու ինքը ասում է, որ պետքա կաշիներ քերթել եւ այլն եւ այլն։ Այդ սպառնալիքների շրջանակներում պետքա Ավինյանը գոնե դատապարտվեր 3-ից 7 տարի ազատազրկման սպառնալիքների համար, իր մոտեցումների համար։ Եվ պետքա Ավինյանը պատժվի նաեւ նրա համար, որ ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես Երևանում, թմրանյութերի Telegram կանալները շարունակում են գործել, աշխատել, թմրանյութերը շարունակում են թունավորել մեր երիտասարդներին ու բնականաբար մահվան երգով բավականին դեպքեր կլինեն ու այս ամեն ինչը Ավինյանին հարմար է, որովհետև ինքը պնդում է, որ ինքն էլ է օգտագործում տարբեր թմրատեսակներ, թմրամիջոցների ու դա նորմալ է, ինչպես Ալեն Սիմոնյանի համար նորմալ էր մարիխուանան։ Հիմա քաղաքապետարանի այդ ծեծկրտուքի այդ խայտառակության ֆոնի վրա Ֆրանսիայի հրապարակից Արցախի դրոշը հեռացնում են, հետո երիտասարդները վերադարձնում են, դրոշը ձերբակալվում են ու ամենակարևորը ու մեծ ստորությունը, որ սպասելի էր բնականաբար միայն Տիգրան Ավինյանից ու մի քանի ԿՊԱ-ականներից, ովքեր որ կարող էին ունենալ նման ստորության չափաբաժին, որպիսի Երևանի
կենտրոնից ու ընդհանրապես Երևանի տարածքից ջնջվեին մեր հերոսների, Ռոբերտ Աբաջյանի ու մյուսների, մեր Ադամի ու այն մեր մյուս տղերքի, ովքեր որ իրենց կյանքը չխնայեցին, որպեսզի այս մարդիկ կարողանան անգամ Հայաստանի Հանրապետությունում իշխանություն ունենան, որտեղ Հայաստանի Հանրապետությունը կար, որովհետև մեր հերոսները իրենց կյանքը չխնայեցին։ Հիմա այդ հերոսների նկարները ջնջվում են, ինչպես հեռացվեցին տարբեր դպրոցներում, տարբեր շրջանակներում քննարկումների արդյունքում շատ դպրոցներում անգամ չվերադարձրեցին այդ նկարները իրենց տեղերում։ Հիմա այդ նկարները, որոնք մեր հպարտությունն են, որոնք մենք մեր երեխաներին պետքա ցույց տանք, որ մենք ունեցել ենք Մոնթեներ, Ռոբերտ Աբաջյաններ, այս մարդիկ ջնջում են, այս մարդիկ ջնջում են մեր պատմությունը, այս մարդիկ ուզում են մոռանանք մեր ինքնությունը, այս մարդիկ հերոսներ չեն սիրում, այս մարդիկ հաղթողներ չեն սիրում։ Ու ես զարմանում եմ ու դատապարտում եմ բոլոր նրանց, ում ձեռքը գնում է, որ իրանք այդ նկարը ջնջում են, որովհետև ձեր ընտանիքների անվտանգության համար են նաև իրանք զոհվել։ Իրանք զոհվել են մեր երկրի անվտանգության համար, մեր ապագայի համար եւ բնականաբար Արցախի ապագայի համար, այնպես որ այդ քո ձեռքը որ գնում է դու դա ջնջում ես, դու իմացի, որ դու պատժվելու ես, եթե ես կյանքում ոչ, այնտեղ քեզ տղերքը սպասելու են, այնպես որ ուշադիր եղեք ձեր գործողությունների մեջ, մի տրվեք այն սադրանքներին, որ քաղաքացիական պայմանագիրը կամ Ավինյանը ձեզ դրդում է, անգամ եթե դու քաղաքապետարանի աշխատողներ եք ու ձեր աշխատանքն եք կատարում, հարամ լինի տենց աշխատանքը չի կարելի գումար վաստակել այն նրանով, ինչով որ մենք համարում ենք ոչ միայն ստորություն, այլ սրբապղծություն, մեր հերոսները այն մարդիկ են, ովքեր որ այս ամեն ինչը ստեղծել են ու պահել են, ու մեր հերոսները սկսում են ոչ թե 90-ականներից միայն, մեր հերոսներն են Գարեգին Նժդեհ, Անդրանիկ Օզանյանը եւ այսպես շարունակ, այնպես որ ջնջողներ լավ մտածեք, վաղը մյուս օր այդ պաժից չեք խուսափելու, անկախ նրանից դուք դա աշխատանքի բերումով եք անում, թե ինչ-որ մեկի դրդմամբ, եթե դուք անգամ քաղաքապետարանի աշխատողներ չեք, ուշադիր եղեք, որովհետև այդ պաժից չեք խուսափելու, այնպես որ մեր ազգը, մեր հերոսներին հիշելու է, անգամ եթե ջնջվեն Երևանի բոլոր պատկերված նկարներից, բոլոր շենքերից, բայց այնուամենայնիվ մենք իրանց հիշում ենք ու մենք իրանց գործը շարունակել ենք, ոնց որ Մոնթեի գործը շարունակեց Ռոբերտ Աբաջյանը, այտենց էլ կծնվեն նոր Ռոբերտ Աբաջյաններ, կծնվեն նոր Մոնթեներ ու կվերածնվեն մեր հերոսները ու դուք ձեր պատիժը կստանաք, իսկ մենք մեր այդ փառքի ճանապարհը պատվով կանցնենք, այս դժվարություններն էլ կանցնի, այս իշխանություններն էլ կգնան կկորչեն անցյալի գրողի ծոցը, այնպես որ պետքա կարողանանք մենք վերամիավորվել, համախմբվել մեկ գաղափարի շուրջ ու այդ գաղափարը պետքա լինի այս իշխանության հեռացումը յուրաքանչյուր սանդրական ճանապարհով, յուրաքանչյուր համախմբման ճանապարհով, ընդդիմության համախմբման, ժողովրդի ընդդիմության կողքը համախմբման։ Ես կարող եմ պնդել նաև ու նշել, որ մենք արդեն 500,000 եւ ավել միայն ընդդիմադիր ընտրողներ ունենք ու ունենք մասնակիցներ ու չմասնակիցներ ընտրություններին, այսինքն մենք կարող ենք դիմակայել, մենք մեր միասնականության շնորհիվ ու մեր հայրենասիրության շնորհիվ կարող ենք դիմակայել այս արհավիրքին, որը քաղաքացիական պայմանագիր է կոչվում։ Սիրելի հայրենակիցներ, այսօր մենք կանգնած ենք այն մարտահրավերների առաջ, որ արևմտյան Ադրբեջան խոսույթով եւ եզրույթով իրականանում է միջոցառում Նախիջևանում, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաներ, բարձրաստիճան ներկայացնում են ծրագիր, որտեղ Հայաստանը որպես արևմտյան Ադրբեջանն է ու պարտադիր չի, որ այդ ամեն ինչը իրագործվի 5 ժամվա ընթացքում կամ 5 օրվա ընթացքում կամ 5 ամսվա։ Սա երկարաժամկետ ծրագիր է, որը որ իրագործում է քաղաքացիական պայմանագիրը Ալիևը եւ Էրդողանը։ Մենք հայերս ապրում էինք Արցախում, հիմա Արցախում խաղաղ է առանց հայերի, հիմա իրանց բերած խաղաղությունը շատ նման է Արցախի խաղաղությանը, եթե դուք չեք տեսնում նմանություն, վերցրեք, փորփրեք, վերլուծեք, յուրաքանչյուր մեր հայրենակից պետք է ինքը իր խղճի հետ վերլուծի, հասկանա, արդյոք ստեղ պետք է Արցախի նման խաղաղություն ու արդյոք ինքը դրան պատրաստ է, արդյոք մենք պետք է էլի վերցնենք գաղթի ճամփան բռնենք ոնց ցեղասպանությունից հետո, մենք պետք է տեր կանգնենք Հայաստանի Հանրապետությանը, մենք պետք է տեր կանգնենք մեր երկրին, մեր պետությանը եւ մեր ինքնությանը, մեզ այսօր պնդում են իշխանականները, որ մոռանանք Արարատը, սիրենք Արագածը, վաղը մյուս օր իրանք համոզելու են, որ մենք ոնց մոռացել ենք ու փորձում են մոռացնել Վանա լիճը, հետո Սևանա լիճը,
Վաղը մյուս օր ոչ մեկ չի երաշխավորում, որ ասելու են մի գնացեք եկեղեցիներ եւ մի կնքվեք, որովհետեւ դա կարող է գրգռել մեր հարևաններին եւ թշնամիներին։ Այսպես շարունակվել չի կարող, այնպես որ եկեք համախմբվենք ու կարողանանք մեր դիմադրությունն ու դիմակայությունը համախմբված կերպով միասնականության սկզբունքով ցույց տանք այս իշխանականներին, որ մենք կանք, եղել ենք ու լինելու ենք հավերժ, իսկ իրենք ժամանակավոր իշխանություն են ընդամենը։ Շնորհակալություն։